Բարև ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, ես վերջերս մի գրառում էի արել YouTube-յան իմ ալիքում, հարցնելով հանրությանը, թե ում կուզեմ, որպեսզի ես հրավիրեմ հարցազրույցի, նաև հարցում էի արել, թե որ YouTube-յան ալիքներին են հետևում եւ պարոն Հակոբյան, ասեմ, որ ձեր անունը շատ է գրվել այդտեղ, եւ ես այդ պատճառով նաեւ հետևելով ձեր ալիքին եւ ձեր գործունեությանը ձեզ հրավիրեցի հարցազրույցի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հետևում են իմ YouTube-յան ալիքին, ովքեր առաջարկել են եւ կարևորում են իմ կարծիքը։ Շնորհակալություն ձեզ նաեւ այս հարցազրույցը կազմակերպելու համար։ Նախքան մեր հարցազրույցին հասնելը պետք է նաև խնդրեմ, որ բաժանորդագրվեն ալիքին մեր հեռուստադիտողները, հավանեն տեսանյութը եւ նաև կիսվեն իրենց մեկնաբանություններով։ Պարոն Հակոբյան, 18-ամյա տղա է կալանավորել եւ նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մեղադրվում է խուլիգանության մեջ, ավելի կոնկրետ, որ փորձել է հարվածել վարչապետին։ Որպես հայ մարդ, ինչ եք կարծում, սա նորմալ է ընդհանրապես, երբ 18 տարեկան դեռ դպրոցը չավարտած մարդուն հասցնում են մահվան դուռը։ Իհարկե մենք արդեն այդպես մի հատ դեպք ունենք, ճիշտ ասած, այն ժամանակվա զոհը 18 տարեկան չէր, ավելի մեծ էր, խոսքը հաց բերողի մասին է։ Ես տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը Սերժ Սարգսյանի ռեժիմից ոչի բանով չի տարբերվում։ Իդեպ ուզում եմ հիշեցնեմ Նիկոլին եւ Էդմոնին, երբ որ պարզվեց, որ հաց բերողի վիճակը այնքան կրիտիկական է, որ հեսա կարող է մահանա, իրենք ուղիղ եթերով, ես այդ կադրը լավ հիշում եմ, միացած Նիկոլն ու իր Էդմոնը քշեցի միանգամից դատապարտյալների հիվանդանոց, այնտեղից նրան հանելու, որ մահանալուց դրսում մահանա։ Ուզում ասեմ, Փաշինյան Նիկոլը այս նույն բանի համար աշխարհի վերջի խոսքերն էր ասում ամբիոններից Սերժ Սարգսյանին, այսինքն նույն ռեժիմն է, նույն ձեռագիրը, բնականաբար այս կարգի ռեժիմների մասին խոսալուց խոսել ինչ որ բարոյական դիրքերից իմաստ չունի։ Իսկ ինչ վերաբերվում է այդ դրվագին, այդ դրվագի պրովոկատորը հենց Նիկոլ Փաշինյանն էր իր ուղեկցող խմբի հետ։ Իսկ ինչ վերաբերվում է այդ տղու արձագանքին, այդ ամեն ինչին, ես չեմ կարծում, որ Հայաստանում կարելի է գտնել մեկ արժանապատիվ մարդ, արժանապատիվ տղամարդ, որը այլ ձևով փորձեր պատասխանել։ Ուղղակի Փաշինյան Նիկոլը սովոր չի, որ իրան կարող է նաև այդ ձևով պատասխանել, բայց ուզում ասեմ, դուք ժամանակը սկսեք դա այդ հարմարվել, որովհետև այն ինչ որ դուք արել եք այս ժողովրդի գլխին, դա անհետևանք չի անցնելու, չի անցել, եւ ժողովրդի 60-70%-ը պատրաստ է ձեզ հենց այդ ձևով դիմավորի փողոցներում։ Ուղղակի հիմա դեռ դուք պաշտպանված եք այդ ՊՊՑ կոչվածով, որը շատ վատ է կատարում իր գործը, բայց օրը գալու է, չէ՞ որ դուք լինելու եք մենակ այն մարդկանց միջավայրում, որոնց դուք հասցրել եք անդառնալի հետևանք եւ հետևանքներ եւ ցավեր, կորուստներ։ Պատրաստ եք այդ վիճակին գալու է։ Տեսեք, դեպք է եղել է լավ, ենթադրենք այդ տղան փորձել էր Նիկոլ Փաշինյանին հարվածել։ Երբ որ մարդը ունի առողջական խնդիրներ, ինքն էլ երկրի ղեկավար է, պարոն Հակոբյան, հիմա կարող էր, չէ՞, մի փոքր մեծահոգություն, գտասրտություն դրսևորել, ասել այդ մարդուն կալանքից ազատեք։ Մենք գիտենք, որ մնացական Մարտիրոսյանը չէր մերժի Նիկոլ Փաշինյանին, դատավորը, որտեվ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այս երկրում չկա մի դատավոր, որ իր ասածը չանի։ Հետևաբար կարող էր ասել եւ կարող էր, այսպես ասած, մեծահոգություն դրսևորել, բայց ինչու է Նիկոլ Փաշինյանը անպայման ուզում, որ այս մարդը, այս տղան, որ նոր է մտնում կյանք, պատժվի։ Ես պետք է ասեմ, որ պատմության մեջ դեպք է Սարկոզին նույնիսկ քաղաքացին հարվածում է, ապտակում է։ Այո։ Հա, այդ մարդը բանտարկված չի։ Փասկա, երբ որ Ջորջ Բուշն էր խոսում, կրծքերը, նրա վրա կոշիկ էին նետում, հենց աուդիտորիայից։ Այդ մարդն էլ նստած չի։ Այսինքն ոչ մեկ չի կարող պնդել, որ դա տերորիստական հարձակում էր եւ մարդը տերորիստական այդ երիտասարդը ինչ որ բաներ պլանավորել եւ չկարողացավ հասնել իր նպատակին։ Թե ինչի է ինքը տենց արձագանքում, դա իր տեսակի ուղղակի բնորոշումն է։ Մանրախնդիր, քենախնդիր,
ծայրահեղ վախկոտ մարդկությանը եւ բոլոր տեսակի երիտասարդներին ատող, որովհետեւ եթե մարդ այդ երիտասարդներին չատեր այդ աստիճանի չէր կարող իր ձեռքով հազարավորների տանել սպանել, հետո ասել, որ ես գիտակցաբար եմ դա արել, գիտակցաբար եմ ապահովել այդ քանակի զոհերը, որ հանկարծ ինչ չասեին դավաճան։ Այսինքն այս ամբողջության մեջ որ նայում ես, հարցեր չի առաջանում, թե Նիկոլ Փաշինյանը սա ինչու է անում, որովհետև ցանկացած դրսևորում տղամարդկության, անկախության, երիտասարդության, հայրենասիրության, արժանապատվության, դրանք խորտ ու ատելի են Փաշինյան Նիկոլ տեսակի համար։ Եվ ընդ որում, եթե դուք նկատել եք, ովքեր որ արդարացում են Փաշինյան Նիկոլի գործողությունները, դրանք նույն արժե համակարգի կրողներն են։ Մենք ունենք հիմա արժե համակարգային կռիվ, եւ սա քաղաքականության հետ ընդհանուր ոչինչ չունի։ Սա քաղաքականություն չի, սա արժե համակարգի դրսևորումը ընդհանրապես։ Դուք շատ ճիշտ նկատեցիք եւ շատ դիպուկ, որտեվ Նիկոլ Փաշինյանի աջակիցները ես շատ եմ հանդիպում սոցիալական ցանցերում, այսպես կարծես արյան ծառավ կա, արյան այսպես իրենք բան ունեն, էլի քաղց ունեն, որպեսզի անպայման մեկին պետք է պատժել, մեկին պետք է փակել, մեկին պետք է ծեծել։ Այս մեր հասարակության մեջ այս դրսևորումները որտեղից, պարոն Հակոբյան, ինչի են մարդիկ այդքան ուզում, որ ինչ որ մեկին պատժեն անպայման։ Ես չի ասի Նիկոլ Փաշինյանի աջակիցներ, չկա տեսկացի գորա, կա Նիկոլ Փաշինյանի վարձկաններ։ Դուք կարդում տեսնում եք հենց դրա վկայությունն է։ Այն հանգամանքը, որ իրանք վրեժխնդիր են ուզում լինել, դա ոչ թե ծանր հանցանքի նկատմամբ իրենց ձևակերպում եմ ասում, համարժեք պատասխան են ուզում, դա վախի դրսևորում է։ Ես պետք է ասեմ, որ ներողամտությունը ընդհանրապես դա ուժեղ մարդկանց մենաշնորհն է։ Ուժեղ մարդկանց մենաշնորհն է ներողամտությունը, այսինքն ներել կարող է բացառապես ուժեղ մարդը։ Վախկոտն ու թույլերը հենց այդպես էլ արձագանքում են, սա բացատրելի է եւ ստե ոչ մի նոր բան չկա։ Նիկոլ Փաշինյանը գնաց Մոսկվա, հանդիպեց Վլադիմիր Պուտինի հետ եւ Ռուսաստանի Դաշնության նախագահը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ նա Արցախը Պրահայում ճանաչել է Ադրբեջանի կազմում եւ հետեւաբար ՀԱՊԿ ոչինչ անել չէր կարող, այսինքն փաստացի Պուտինը ասաց, որ Ղարաբաղի վրա, Արցախի վրա դու ես խաչ քաշել։ Սա ինչու ասաց ձեզ Վլադիմիր Պուտինը, ինչու Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց սա։ Դե ես պետք է ասեմ, որ դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր ՀԱՊԿ-ին չարձագանքելու համար, Նիկոլ Փաշինյանն էլ հիշացեց, Պուտինն էլ հիշացեց, որ դու ես ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում եւ դու չես կարող ՀԱՊԿ-ից ինչ-որ բան ակնկալել։ Սա երկկողմանի մեղադրանք էր։ Ամեն դեպքում ՀԱՊԿ-ի գործունեությունը, ՀԱՊԿ-ի պատասխանատվությունը Արցախի դեպքերին արձագանքելը չէր, Հայաստանի նկատմամբ հարձակման արձագանքելու պահանջներ, բայց ինքն էլ պաշտպանվելու համար իրեն հիշեց, որ դու ես վաճառել Արցախը եւ ինքն էլ բարձ ասեց, դե հա ես եմ ասել, նրանից հետո երբ որ դուք երկու անգամ դրա մասին ասել եք։ Ինքը մի քանի հարց պատասխան տվեց Փաշինյան Նիկոլը եւ փակեց իր վարձկանների բերանը։ Համար 1, որ Արցախը վաճառել էին նախկինները։ Միանգամից ասեց, որ չէ, ես եմ տվել, որովհետեւ Պուտինը երկու անգամ ասել է Արցախը Ադրբեջանը, հա։ Եվ համար 2, որ ինքը կատարել է ուղիղ հրաման, այսինքն դա եղել է ոչ թե Հայաստանի վարչապետի որոշումը, այսինքն Հայաստանի վարչապետը կատարել է այն ցուցումները, որոնք տալիս են երրորդ երկրից։ Դա Մոսկվան է, դա Ադրբեջանն է, դա Թուրքիան է, ոսես նայում ենք, ասենք մենակ Մոսկվան չի քաղաքական օրակարգի պատվիրատուն, եւ Փաշինյան Նիկոլը մենակ Պուտինի ասածները չի որ կրկնում է, ինքը նույն ձև կրկնում է, նույն ձև եւ Էրդողանի պահանջները, եկեղեցու հայկական պետականության վերաբերյալ, հա, եւ Ալիևի պահանջները, Զանգեզուրի Միջանցքի, ադրբեջանցիների վերադարձի, չգիտեմ, սահմանազատում, սահմանակցում, մի խոսքով ցեղասպանություն եւ այլն։ Ինքը ոչ միայն այդ ֆորմատի մեջ սպասարկում է Պուտինի ցանկությունները, ճակերտավոր, այլ բոլոր այն երկրների, որոնցից ինքը ուղիղ կախվածության մեջ է։ Այսինքն հստակ խոստովանեց, որ
Արցախը հանձնել է ինքը եւ դա արել է ուրիշի հրամանով։ Այո։ Ու ասեց այդ պահին ում հրամանով է։ Հրաման էլ չի եղել, ուղղակի Եվի ճաշակն է բավարարել։ Ունդեղ էլ ինքը բարձ խոստովանեց, որ հայտարարեց, վստահեցեց, որ Արցախյան շարժումը ինքը փակել է։ Չնայած մենակ հիմա դա կարող է հավատալ, որ Փաշինյան Նիկոլը ունական ինչ-որ մի բան փակել, բացի սեփական, ասենք, չգիտեմ, էլի, տան դռնից։ Այդ էլ ժամանակավոր։ Ռուսաստանի նախագահը մի կարևոր հարցի էլ անդրադարձավ։ Նա ասաց, որ Հայաստանում կան ռուսամետ ուժեր եւ փաստացի երկրի իշխանությունները խոչընդոտում են, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին։ Ավելի ճիշտ ասած, որ պետք է այդ ուժերը մասնակցեն Հայաստանում տեղի ունեցող ընտրություններին։ Ձեր կարծիքով ինչ ուժերի նկատի ուներ Պուտինը եւ Նիկոլ Փաշինյանը Պուտինի այս ասացին ինչպես կարձագանքի որպես գործողություն։ Դες պետք է ասեմ, որ առաջին հետևանքն այն եղավ, որ հաջորդ օրը տնային կալանքի ուղարկվեց անազգանուն հիմա չեմ հիշում, լրագրողներից մեկը, որ պարզվեց Ռուսաստանի Վազգեն Սաղաթելյանը։ Վազգեն Սաղաթելյանը։ Այո, հենց հաջորդ օրը արդեն արձագանքն եղավ։ Իսկ որոնք են այդ ռուսամետ ուժերը, բոլոր նրանք, ովքեր ծառայել են այս ամբողջ ընթացքում ռուսական շճայրին, դրանք բոլոր 3-4 նախագահներն են իրենցքից 3 նախագահները իրենցքից կուսակցություններով, ճյուղերով, մի խոսքով, իրենց մետաստազներով։ Ինձ թվում է նոր բան չկա։ Բոլորս գիտենք ովքեր են դրանք էլ։ Սամվել Կարապետյանից սկսած ամենաերևացող դեմքը այսօր, որի շուրջ կա ինչ-որ կոնսոլիդացիա, որի կուրատորը այսօր Լևոն Տեր-Պետրոսյանն է, ինքն էր հայտարարել չէ առաջինը, որ ընդդիմությունը պետք է միավորվի նոր լիդերի շուրջ, դա Սամվել Կարապետյանն է։ Այսքան բան։ Բայց այնուամենայնիվ ինչ է կարծում, ընդդիմությունը ում շուրջ պետք է միավորվի, որովհետև Սամվել Կարապետյանը թվում է թե հանրային մեծ աջակցություն ունի եւ կարող է հենց այստեղ հարցը մնում է ուղղակի մենք բարձր սկզբից ինչ է նշանակում ընդդիմություն եւ հետո հասկանանք ում շուրջը։ Ընդդիմությունը դա Սամվել Կարապետյանը չի։ Ընդդիմությունը այն մասն է ժողովրդի ընտրազանգվածը, որոնք նույն ձև մերժում են բոլոր ռուսական թևերին, ընդ որում Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը ընդամենը դրանցից մեկն է, որ այսօր իշխանություն ունի։ Հակառուսական ուժեր կան, այսպես ասած, կամ ինչպես սիրում են ասել արևմտամետ ուժեր։ Հենց այդ է, որ ամեն ինչ խառնվել է իրար։ Այսօր այդ արևմտամետ ուժերն էլ են, որոնք ներկայացնում են Նիկոլ Փաշինյանի կողմից, որպես արևմտամետ, դրանք էլ են ռուսական թևի ներկայացուցիչները, նույն Արամ Սարգսյան կլինի, Լևոն Շիրիմյան կլինի, այնտեղ, չգիտեմ, ելով կա դրանցից, որ ասենք ինչ որ ձևով ուզում են ներկայանալ, դրանք բոլորը ռուսամետ ուժերն են։ Ուղղակի հին ձև կա։ Ինչպես նույն Սերժ Սարգսյանն էր անում։ Իրանք ստեղծում են իրանց ընդդիմությունը, ինչպես ստեղծեցին Նիկոլ Փաշինյանին, Արամ Սարգսյանին, Էդմոն Մարուկյանին, տալիս են ինչ որ ֆորմատ, դա ելք կլինի, չգիտեմ, ԿՊ կլինի, տալիս են, ասում դու ստե պետք է խաղաս, քեզ այսքան քվոտա, քեզ այսքան էլ ամսական փող կտանք, որ դու լինես միշտ այս օրակարգի մեջ։ Հայաստանում չկա այդ մեր իմացած արևմտամետ ուժ, որ ինքը չլինի ռուսական, եթե մենք այդ դրանցի նկատի ունենք։ Իսկ մնացած ուժերը, ովքեր աշխատում են ոչ այդ դաշտում, դրանք իրանք էլ չեն ասում, իրենք ընդգծված արևմտամետ են։ Նրանք հասկանում են, որ Հայաստանի առաջին հերթին անկախություն է պետք, մանավանդ որն ավելի մեծ վտանգ Ռուսաստանն ու Թուրքիան արդեն դարձել է Հայաստանում վիճելի առարկա, որովհետև մինչև այս վերջի քանի տարին ընդգծված հակահայկական վեկտոր դա ռուսականությունն էր։ Քանի որ հիմա ավելի ընդգծված թուրքականությունն է, պրոթուրքականիզմը, նույնիսկ արդեն պրոռուսականությունը արդեն այդքան մերժելի չի հնչում մարդկանց ականջին, մարդկանց որոշ մարդկանց ականջին էլի, բայց պետք է շատ լավ հասկանան, որ դրանք նույն ֆորմատն են, որովհետև ոչինչ չի կատարվում, ինչպես Նիկոլ Փաշինյանը նշեց, ոչինչ չի կատարվում Կրեմլի դաբրոյից այն կողմ, որ օգոստոսի 8-ից սկսած ցանկացած բան եղել է եւ զեկուցվել է անձամբ Պուտինին։ Դա մասին ասում է Նիկոլ Փաշինյանը բացահայտ, ի սկզբանե որի մասին ասել եմ, պնդել եմ միշտ ես նաեւ։
Բայց պարոն Հակոբյան, տեսեք, դուք ասում եք պրո-ռուսականություն, Նիկոլ Փաշինյանը կատարել է Պուտինի ուրեմն հրահանգները, բայց օրինակ Նիկոլ Փաշինյանը սերտ կապեր ունի JD Vance-ի հետ, Դոնալդ Թրամփի հետ, ասում էին նույնիսկ Թրամփի WhatsApp-ի համարը ունի, թրիփ են կառուցում Հայաստանը, ներողություն Ադրբեջանը Նախիջևանին կապող, բայց սրանք ոնց հասկանանք։ Իմ ոչ ժպիտ առաջացեց այդ սերտ կապերը JD Vance-ի հետ արտահայտությունը Նիկոլ Փաշինյանը չի կարող սերտ կապեր ունենալ JD Vance-ի հետ, ինքը JD Vance-ի հետ շփվել այնքանով, որքանով մի անգամ խնդրել է կապիտոլիումում հետը նկատվի, հա, մի անգամ էլ JD Vance-ը որպես ներկայացուցիչ տարածաշրջանում եկել է այցելելու Ադրբեջան եւ Հայաստան, ենել էս Իրանի նկատմամբ պատերազմից առաջ, որպեսզի հասկանա տարածաշրջանում իրանք ինչ ունեն, ինչ չունեն։ Եվ թրիփը դա Հայաստանին համար չի, դա հակաիրանական գործողությունների ընդամենը մի գիծ է, որտեղ համընկել են թուրքական երկրի, երկու երկրների, Իսրայելի եւ որպես հետևանք արդեն կամակատած տեղ իրականացնող Ամերիկայի հետաքրքրությունները։ JD Vance-ը ինքը որպես քաղաքական սուբյեկտ ինքը զրոյական նշանակություն ունի, զրոյական, որովհետև ինքը ոչ մի բան չի որոշում, ինքը ոչ մի կարծիք չունի։ Ինքը ամերիկյան էստաբլիշմենտի մեջ ինքը ոչ մեկն է։ Ոչ թե որպես հեղինակություն, չէ, ֆունկցիոնալ առումով ինքը ոչ մեկն է։ Եթե համարենք ֆունկցիոնալ առումով Թրամփն է, որի WhatsApp-ի համարը ունեն, հա, բարձրապես Թրամփն էլ ամերիկյան գործողությունների մեջ եւ որոշում իրականացնողների մեջ էլի ոչ մեկն է։ Որ ամբողջ ամերիկյան կառավարության եւ արտաքին քաղաքականության մեջ որոշումները կայացնում են Թել Ավիվում, ոչ թե Վաշինգտոնում։ Եվ այսպես գալիս ենք նեղացնում ենք ավելի շրջանակը։ Գործողությունները իրականացվում է թուրքական շահերի շրջանակներում եւ Իսրայելի հետաքրքրության շրջանակներում, որը այդ ճանապարհը ինքը օգտագործելու է, մտածում է օգտագործել անդեմ Իրանի։ Բայց այսօր ցանկացած մի քիչ տեսողություն ունեցող մարդ, ասենց ասեմ, առնվազն որ տեսողության այդ խնդիրներ չունի, կտեսնի, որ այդ Թրամփն էլ, այդ թրիփն էլ դարձավ զրո հերթական փուչիկը, որը փորձ էր անում տարածել նաև Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Թրամփը որոշել էր, որ հիմա Հորմուզի նեղուցն էլ է բացվում եւ այդ նեղուցը կոչվելու է, ասենք, Թրամփի նեղուց, ինչպես Զանգեզուրի միջանցքը պետք է լիներ Թրամփի ուղի։ Բոլոր ծրագրերը, որոնք կապված են Թրամփ անվան հետ, դրանք երբևէ չեն իրականանալու։ Եվ ցանկացած մեկը, որը իրան համարում է adekvat, որպես մարդ, չեմ ասում քաղաքական գործիչ, հա, եւ հավատում է ինչ որ պրոյեկտի, որը կապված է Թրամփի անվան հետ կամ Թրամփի դերակատարության հետ, ինքը ուղղակի adekvat չի, այսքան բան։ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ եթե ինքը չընտրվի այս ընտրությունների արդյունքում եւ իշխանության գան ընդդիմությունը, որոնց դուք ընդդիմություն չեք համարում, բայց եւ այնպես Նիկոլ Փաշինյանը համարում է եւ նախկին նախագահներին նկատի ունի եւ Սամվել Կարապետյանին, ու հատկապես երկրորդ նախագահին եւ Սամվել Կարապետյանին, ասում է, որ կսկսվի պատերազմ, որովհետեւ նրանք պատերազմի կուսակցության առաջամարտիկներն են, նաեւ պատերազմի կուսակցության առաջամարտիկ եւ առաջնորդ է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Տեսեք, ինքը չի ասում կոնկրետ որ կուսակցության համար, ինքը ասում է եթե ես չլինեմ։ Առնվազն եթե իր համար մեկ է իրանց հետո ով կլինի, որտեղ եթե ինքը չի, արդեն ինքը չի եւ ինքը չի կարող ավարտի հասցնել այն ծրագիրը, որի համար ինքը ստացել է այն, ինչ որ իրան պետք է եղել, կամ արդեն իրեն խոստացել են։ Սա հարցեն չի, Սամվել Կարապետյան կլինի թե ուրիշ, ուղղակի չի լինի եւ միակ արգումենտը, որ մնացել է օգտագործել ժողովրդի դեմ, դա վախի սպառնալիքի արգումենտն է։ Սա ռեկիցիորի, տերորիստի, եթե չանեք իմ արածը, ես կպայթեցնեմ, ասենք, եթե չգնեք իմ ապրանքը, ես կպայթեցնեմ ձեր խանութը, եթե չվճարեք ինձ, ինձ չընդունեք, ձեզ վնաս կտամ, կսպանեմ, պատերազմ կհայտարարեմ։ Դա ռեկիցիորի, դա տերորիստի լեքսիկոն է, ասած։ Լեքսիկոն, մտածելակերպ եւ առաջարկ։ Հիշում եք 90-ականներին, կարող դուք չհիշեք, բայց 90-ականներին խոսույթ կար Ռուսաստանում կուպի կիրպիչ։
Կիրպիչը, քյատփինջը, հա, այդ աղյուսը գին չունի, հա, բայց գալիս էին, դնում են, ասում են կուպի կիրպիչ եւ դա արժեր մի քանի տասնյակ $1000 այն ժամանակ, էլի։ Այդ աղյուսը ոչ մեկին պետք չէր, դա ուղղակի վճար էր ինչ որ ծառայությունների դիմաց։ Հիմա այս նույն տրամաբանությամբ Փաշինյան Նիկոլն է մտել հանրության մեջ, որպեսզի առաջարկի գնել իր իշխանությունը, սպառնալով, եթե չգնեցիր իմ իշխանությունը, պատերազմա լինելու կոնկրետ նույնիսկ ամիսը ասելով երբ է դա ահաբեկչություն է։ Դա ահաբեկչություն է ու որպես կանոն դա չի աշխատում հայ ընտրողի վերաբերյալ։ Չի աշխատում։ Ու ընդհանրապես Փաշինյան Նիկոլի այն PR-շիկները, քաղտեխնոլոգները, դրանք այս ամբողջ ընթացքում իրենց գործողությունները ցույց են տվել, որ ոչ միայն քաղտեխնոլոգ չեն, այլ աշխատում են հակառակ Նիկոլի։ Ես չգիտեմ դա դիտավորյալ են անում թե ոչ, բայց այն բոլոր գործիքակազմերը, այն բոլոր մեթոդաբանությունը, որ իրանք դրել են Փաշինյան Նիկոլի դեմը, սկսած կարկանդակ կրծելուց, հա, միջև մարդկանց մեջ մտնելու, վեճերի բռնկվել, իրանք ամեն ինչ անում են, որ գոյություն չունեցող վարկանիշը այլ ավելի ընկնի։ Նորից վերադառնանք այդ պատերազմի հայտարարությանը, Փաշինյան Նիկոլին պետք է իշխանություն։ Ընդ որում ինքը բացում է փակագծերը միջև վերջ, ոչ միայն իշխանություն, այլ սահմանադրական նույնիսկ փոփոխություններ անելու համար անհրաժեշտ տոկոսներ, որովհետև նույնիսկ 50% իրան բավարար չի, որպես ինքը կարողանա վերացնել Հայաստանի սահմանադրությունը, հայկական պետականությունը, իրան մի քիչ ավելի շատ է պետք, հա, մոտավորապես 70% է պետք, որ ինքը առնվազն ունենա։ Ինքը հասկանալով, որ դա երբեք չի կարող ունենալ, ինքը անցել է վերջին ստադիային, դա սպառնալիքն է։ Ես ես պետք է մի բան էլ ասեմ, ցանկացած հատուկ ծառայություն, որ մեկին վերբովկա է անում, հա, ինքը 3 գործիքակազմ ունի՝ գաղափարական, ֆինանսական եւ շանտաժ։ Սա են հիմնական գաղափարական, եթե ինքը կարողանում է, հա, գնել, դա ամենաազդեցիկ ձևն է, գաղափարապես վերբովկա եղած մարդ, հավաքագրված մարդ, ամենահավատարիմ ծառայողն է եւ իր այդ երբեք խնդիր չի լինում։ Կաշառքը էլի լավ, ավելի հեշտ է, որովհետեւ ինքը ակնկալություն ունի, դու փող ունես, տալիս ես, ինքը անում է քո գործողությունները։ Շանտաժը էլի աշխատող է, բայց այս 3-ի մեջ սա վերջինն է, ինչու՞, որովհետև շանտաժով արված ցանկացած գործողություն ինքը արդյունավետ չի։ Ինքը դեռ չի, որովհետև դա չի արվում ի սրտե։ Դա արվում է ստիպված, եւ ստիպված ցանկացած գործողություն քիչ նախընտրելի է, քան առաջի 2-ի դեպքում։ Ես այն ինչի համար եմ ասում, որ այս բոլորի մեջ գաղափար չունի առաջարկելու ժողովրդին ընտրության համար։ Փող չունի առաջարկելու, որովհետև փող իրենք ամբողջը կերել են, իրենք նույնիսկ ուզում են մեծ նվիրատվություն ցույց տան, 10,000 դրամ էնել որոշակի թոշակառուների, ոչ ամբողջական թոշակառուների բարձրացան համար, ինչն է մնում շանտաժը, շանտաժն էլ ում վրա կաշխատի։ Ով իրոք վախի զգացում ունի, որ Փաշինյան Նիկոլը չլինի աշխարհի վերջն է, աշխարհակործանվածան։ Նույն կարծիքին Թրամփն է իր մասին, հա, որ ինքը չլինի Ամերիկա Միացյալ Նահանգների գոյություն չունի եւ ինքը լավագույնն է լավագույնների մեջ։ Ինչ եմ ասում, դրանք հիվանդ մարդկանց հիվանդ երևակայություն են, ու մեր հասարակությունը շատ հին է, էլի, այդ հիմարություններին լուրջ տեղ տալու համար։ Ինքը շատ արխայիկ է, էլի, ինքը այդ աստիճան հիվանդ ու մակերեսային չի, որ այս ամեն ինչին սենց ասի Փաշինյան Նիկոլին